Ինչպես է գնահատում մեր երկրում անցկացված ընտրությունները։ Մասնակցել եք։ Իհարկե մասնակցել եմ քաղաքացի եմ պարտքը։ Եվ կատա ինչպեսին են ձեզ համար։ ոչ գոհացուցիչ, ավելի լավ է ուզում լներ։ Այն ինչը որ համարում ենք լավ, դա ընդհանրապես լավ է։ Բայց ես կուզենայի շատ լավ լներ, որը չեղավ։ Իսկ Մեր ժողովրդի պատճառով։ Քարոզ արշավը ընդհանուր ինչպես է անցել, ձեզ ուժերը կարողացել են իրենց ծրագրերը ներկայացնել։ Իրանք ծրագիր ունեին, որ ներկայացնեին։ 18 Հետո ինչ անենք։ Կարող են 35-ն էլ լինեն, բայց ծրագիր չունենան։ Հենց որ ծրագիր ասածը լուրջ գործ է տղաներ։ Այնպես որ ծրագիր չի եղել, որ ասեմ լավներ թե վատներ։ Դուք ավելի շատ ընդդիմադիր ուժերի ծրագրերին կամ ներկայացուցիչներին կողմ կլնեք, թե իշխանական, որ ընտրել եք։ Նակում եմ ընտրել, դա ձեր նպատակը։ Պարզերևում ատը ես եմ ընտրել, իսկում ծրագիրը, որ հավանել եմ, նրան էլ ընտրել եմ։ Որոշակի չունեք, ես ասի ձեր ներկայացուցիչը։ Չէ, իմ ուզածը ունի իր ծրագիրը, որը շարունակում է դեռ իրագործել։ Ինձ իմ հայրենիքի լավ վիճակն է մենակ մտահոգում, որ հայրենիքս լավ լինի։ Հետևել ենք, բայց հարցերի չենք ուզում պատասխանել։ Ինչպես է ձեր։ Չեմ ուզում հարցերի պատասխանել։ Հետևել ենք, մասնակցել ենք, շնորհակալ։ Առանց կոմենտար։ Չենք խորանում այդ թեմայով մենք։ Արդյունքները ինչպեսին են ձեր համար։ Ճիշտ ասած, էլի չեմ խորացել առայժմ այսքանը։ Մասնակցել եք։ Իհարկե։ Մասնակցելը հաստատ 100%։ Ես հեռու եմ պոլիտիկայից։ Մասնակցել եք։ Չէ։ Մասնակցել եք ընտրություններին։ Կլիչ պատասխանը։ Դե հա, բանս։ Ինչպեսին է անցել ձեզ։ Խախտումներով ինչպեսին։ Ու շատ խախտումներով, չափից դուրս շատ խախտումներով։ Բայց այդ խախտումների հետևից ոչ մեկ չի գնում, էլի։ Դա ոնց որ կանխատեսելի, նորմալ երևի։ Ըստ էս քարոզ արշավի ընթացքում ուժերը կարողացան իրենց ծրագրերը հավասար ներկայացնել։ Կարծում եմ այո։ Ըստ ձեր կարծիքով որ ուժերը ավելի շատ աչքի ընկան իրենց ծրագրերով։ Ճիշտ ասած ծանոթ չեմ տենց բոլորի ծրագրերին, բայց գոհ եմ արդյունքներից։ Արդար անցել է։ Հա, մանր-մուներ ընտրախախտումներ եղել են, բայց ինձ թվում է տենց չոր ռեալ հետք չեն թողնել էլ ընտրությունները։ Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ որ ընդդիմությունը դեռ բարձ չի վերցնել է մանդատները, թե ոչ ձեր կարծիքով պետք է վերցնել մանդատները եւ գնա խորհրդարան։ Չեմ կարող պատասխանել հարցին, ճիշտ ասած։ Չէ, չեմ, ստեղ չէ, նոր եմ եկել։ Արդյունքներից գոհ եք։ Գոհ եմ։ Չեմ Չեմ մասնակցել եմ, բայց չեմ խառնվում Այս քաղաքականությամբ։ արդյունքներից գոհ եք։ Իհարկե չէ։ Ըստ ձեզ արդար է անցել։ Եկեք չերկարացնեմ, եկեք խնդրում եմ։ Ձեզ ինչ։ Չէ, ինչու։ Չելի, ուղղակի չեմ մասնակցել, ժամանակ չունի աշխատանքի։ Այո։ Ինչպեսին են արդյունքները ըստ ձեզ։ Սուտ։ Իսկ ձեզ Ինչպեսին է եղել սուտը, որ ձեզ համար անընդունելի է։ կեղծված էր ամբողջությամբ։ Վարչակազմը օգտագործված էր օգուտ իրենց, խախտումները շատ էին։ Զինվորները մինչև ժամը քանիսը քվեարկեցին։ Համայնքապետերը ընտրատեղամասերը չբացված արդեն ներսում ուղղորդում էին մինչև վերջ։ Բռնություններ, ձերբակալություններ։ Այս դեմոկրատիա է։ Իսկ հիմա տեսեք, ունենք մի իրավիճակ, երբ որ ընդդիմությունը 40 մանդատ ունի եւ քննարկվում է վերցնել մանդատներ, թե ոչ։ Ըստ ձեզ պետք է վերցնեն եւ գնան խորհրդարան։ Ես չգիտեմ, մեր պայքարը դրա համար չէր։ Մեր պայքարը այդ ազգադավին հեռացնելն էր։ Եթե ինքը պիտի մնա, չգիտեմ։ Միանշանակ չեմ կարող ասել։ Ճիշտ արդյունքները։ Ես խաղաղությանն եմ կողմնակից։ Ինչ ասեմ, խաղաղություն եմ ուզում, որտեղ ունեմ շատ փոքր թորնիկներ, ուզում եմ, որ իրանք խաղաղ երկնքում ապրեն,
Միշտ մեր երկիրը առողջ մտածեն, որ ճիշտ ընտրեն։ Տեսեք, ստացվեց այնպես, որ ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե մենք չկազմենք համարական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Փաստացի, այս պահը ԿՀ-ն վերջնական արդյունքները չի ամփոփել եւ հարց է կունենա մեծամասնություն, թե ոչ։ Ըստ ձեզ, ընտրությունից առաջ նման հայտարարություն են անել, ավելի շատ ընտրողին վախեցնել էր, թե իրականությունն են ասում։ Կարամ ասեմ իրականություն, վախեցնելու ոչ մի բան չկա։ Ճիշտ ասել։ Այո, Եվ ինչպեսին է գնահատում արդյունքները։ շատ վատ, Ինչ արդյունք։ շատ վատ։ Դե գիտեք, ինչ ա։ Մի խոսքով, Ո՞նց է խանգարը, որ արդյունքները լավ չի եղել։ Հասարակ Փաշինյանի դեմ եմ, դրա համար շատ վատ։